Հռոմեացիներին 12-րդ գլուխ։ Աղաչում եմ ձեզ, եղբայրներ, Աստծու ողորմությամբ, որ ձեր մարմինները որպես կենդանի, սուրբ, աստվածահաճո զոհ պատրաստեք։ Դա է ձեր հոգևոր պաշտամունքը։ Այս աշխարհի կերպարանքով մի կերպարանվեք, այլ վերափոխվեք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք կարողանաք քննել լավը, և թե որն է Աստծու կամքը, այսինքն ինչ որ բարի է, իրեն հաճելի և կատարյալ։ Աստծու շնորհով, որ ինձ է տրված, այս եմ ասում ձեզնից յուրաքանչյուրին. ձեզ մի գնահատեք ավելի, քան ձեր արժանիքն է, այլ ձեզ գնահատեք զգաստությամբ, յուրաքանչյուրն Աստծու կողմից իրեն բաժին հասած հավատի չափով։ Ինչպես որ մեկ մարմնի մեջ բազմաթիվ անդամներ ունենք, բայց բոլոր անդամները նույն գործառույթը չունեն, նույնպես և մենք, որ շատ ենք, Քրիստոսով մեկ մարմին ենք, թեև որպես անդամներ կապված ենք միմյանց։ Բայց մենք ունենք տեսակ պարգևներ, մեզ տրված շնորհի համեմատ։ Ով մարգարեության պարգև ունի, թող գործածի հավատի չափով, թե ծառայության պարգև ունի, թող ծառայության մեջ լինի, թե ուսուցանում է ուսուցանելու մեջ, թե հորդորում է հորդորելու մեջ։ Ով առատաձեռն է, թող զվարթությամբ կատարի, ով վերակացու է, թող փութաջանությամբ աշխատի, ով ողորմում է, թող ուրախությամբ անի։ Սեր առանց կեղծիքի, ատելով չարը, գնալ բարու հետևից, եղբայրասիրության մեջ միմյանց հանդեպ գթասիրտ, հարգելու մեջ միմյանց գերազանցել, ջանասիրության մեջ չծուլանալ, հոգով ջերմեռանդ եղեք, Տիրոջը ծառայեք, հույսով ուրախացեք, նեղությանը համբերեք, հարատև աղոթեք, սրբերի կարիքներին հաղորդակից եղեք, հյուրասիրության հետամուտ եղեք։ Օրհնեք ձեզ հալածողներին, օրհնեք և մի անիծեք, ուրախացողների հետ ուրախացեք, լացողների հետ լացեք, միմյանց հանդեպ նույն վերաբերմունքն ունեցեք, մի մեծամտածեք, այլ խոնարհների հետ ընկերություն արեք։ Դուք ձեզ իմաստունի տեղ մի դրեք, որևէ մեկի չարիքին չարիքով մի հատուցեք, հոգացեք բարիք գործել բոլոր մարդկանց առաջ։ Ձեր կողմից որքան հնարավոր է, բոլոր մարդկանց հետ խաղաղություն պահեք։ Ինքներդ վրեժխնդիր մի եղեք, սիրելիներ, այլ տեղ տվեք Աստծու բարկությանը, որովհետև գրված է. «Իմն է վրեժխնդրությունը, ես էլ կհատուցեմ, ասում է Տերը»։ Ընդհակառակը, եթե թշնամիդ քաղցած է, հաց տուր նրան, և եթե ծարավ է, ջուր տուր նրան։ Այս անելով կրակի կայծեր կկուտակես նրա գլխին։ Մի պարտվիր չարից, այլ բարիով հաղթիր չարին։